Արարատյան խոհանոցն է եթերում հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ, շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ կրկին մեզ հետ եք, բարեկամներ, ընդհանրապես միշտ փնտրեք մեզ, որովհետեւ մենք մի նոր, այսպես շարք ենք շուտով ձեզ ներկայացնելու, որը կոչվելու է Անի խոհանոց։ Միգուցե մենք ամեն անգամ չներկայացնենք, բայց նյութերը մշակելուց հետո պիտի անպայման ձեզ ներկայացնենք։ Ասելիքս ավելի հասկանալի դարձնելու համար բացատրեմ հարգելի հեռուստադիտողներ, որ այն նյութերը, որ մենք հավաքագրում ենք, դրանք այսպես մշակման կարիք ունեն։ Կոնկրետ այս կերակուրը կամ այս քաղցրավենիքը, աղանդերը, որ մենք այսօր պիտի ձեզ ներկայացնենք, կոչվում է բողկով քաղցրավենիք, մի անգամ պատրաստել ենք, բայց դուք գիտեք, որ այդ նորից կրկնեմ, այդ նյութերը մենք մշակում ենք եւ պատրաստման եղանակի մեջ ենք խորամուխ լինում, թե ինչպես պիտի պատրաստել, որ ավելի լավ ստացվի, որովհետև այդ նյութերը այնուամենայնիվ պրոֆեսիոնալ խոհարարներից չէ, որ մենք հավաքագրում ենք, այլ տնային տնտեսուհիներից։ Եվ այդ մշակման ընթացքը նաև վերաբերվում է մատուցման եղանակին, այսինքն կերակուրը այս քաղցրավենիքը մենք պատրաստել ենք, բայց այդ մատուցման ձևը մեզ չբավարարեց եւ նորից պիտի վերադառնանք այս կերակրատեսակին։ Բաղադրությունը շատ պարզ է։ Ունենք գետնանուշ, մեղր եւ սև բողկ։ Այս երեք բաղադրիչներից պիտի ստանանք մի հիանալի քաղցրավենիք, հիանալի աղանդեր։ Պարզ եղանակ է ընտրված, պարզ տեխնոլոգիա։ Բողկը մաքրում ենք, կտրատում եւ սկսում ենք նաեւ գետնանուշը կտրատել, մանրացնել, մեղրի մեջ պիտի եփենք կամ տապակենք այնքան, որ պնդանա, խտանա զանգվածը, այնուհետև պատրաստելու ենք նրանցից կոլոլիկներ կամ գնդիկներ եւ հետաքրքիր ձևով մատուցելու ենք, բայց մինչ այս ամենը բողկը մաքրելուց հետո պիտի ջրի մեջ մի քիչ խաշենք բողկը, թեթև շոքե հարենք, կարելի է այսպես ասել, այնուհետև նոր միացնել մեղրին։ Կմաքրենք հիմա բողկը։ Հիմա կարող ենք կտրատել, առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ, թե բողկից ինչ քաղցրավենիք, բայց հավատացեք, որ կա, եղել է, կա եւ պիտի լինի։ Ջուրը եռած, կարող ենք հիմա բողկը եռացնել 1-2 րոպե։ Ահա բարեկամներ, արդեն 1-2 րոպե եռած։ Հիմա կարող ենք հավաքել Համում ենք։ Հիմա մեղրի մեջ պիտի ասպես տապակենք մի քիչ, մինչ կտապակվի մենք կտրատենք նաև գետնանուշը։ Տապակենք գետնանուշը, ներողություն բողկը, հիմա կտրատենք գետնանուշը, հնարավորինս մանր, բայց այնուամենայնիվ փոշու աստիճան մանր պիտի չլինի։ Նույնիսկ կարող ենք այսպես ջարդել եւ հիշեցնեմ, որ գետնանուշը բոված պիտի լինի։ Շատ տարօրինակ է, որ մեր որոշ հայրենակիցներ ինչպես միշտ սովորաբար հենց մի կերակրատեսակ
ասում ես, որ հայկական է, անմիջապես գնում են մթերքին, թե այդ մթերքը կա արդյոք Հայաստանում եւ դա բնորոշ է արդյոք հայերին։ Եվ հենց գետնանուշի հետ կապված թյուր կարծիք կար, որ Հայաստանում իբր թե չի աճում, նշեմ, որ այս բույսը Հայաստանում եւ հատկապես հենց Շիրակի եւ հարակից մարզերում աճեցվել է, գիտեք, որ սա պատիճավորների դասին է պատկանում, բայց աճում է հողի տակ, իսկ բողկը գիտեք, որ շատ բնորոշ է ներ հատկապես այդ տարածաշրջանին, անի, շրջակայքին, Շիրակին եւ այլն։ Կլինեն քննադատներ եւ դա շատ նորմալ է, ովքեր հատկապես մեղրի եռացնելու հետ կապված կունենան հարցադրումներ ուղղված մեզ հարգելի հեռուստատիտողներ, ես ուղղակի պիտի նշեմ, որ մենք պատրաստում ենք այնպես, ինչպես այդ դաշտային նյութում գրված է եւ վերջին հաշվով մենք կենսաբաններ չենք, եթե կա կերակրատեսակը, եթե դա մեր ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ է եկել եւ հենց այդպես է պատրաստվում, մենք այդպես էլ պատրաստում ենք, որովհետեւ կա կարծիք, որ մեղրը երացնել չի կարելի, ես դրա մեջ մասնակետը չեմ եւ չեմ խորանալ դրա մեջ, ուղղակի նշեմ եւս մեկ անգամ, որ այս կերակուրը հենց այսպես էլ պատրաստվում է եւ գրառումները, որ մենք վերցրել ենք, հենց այդպես էլ այնտեղ գրված է, նշված է։ Ահա, առանձին 3-4 րոպե մեղրում տապակեցինք բողկը, հիմա ժամանակն է, որ ավելացնենք նաև ջարդված գետնանուշը։ Խնդրում եմ եւս մեկ անգամ առաջին հայացքի այդ տպավորությունը թողնել մի կողմ եւ փորձել պատրաստել եւ համոզվել անձամբ, որովհետեւ նորից նշեմ, որ օգտագործող մթերքները միգուցե ձեր մոտ այսպես հակասական կարծիքներ առաջացնեն, չշտապեք այդ կարծիքները բարձրաձայնելու, պատրաստեք եւ ինքներդ կհամոզվեք։ Ահա բարեկամներ, արդեն պատրաստ է, տեսնում եք, գույնը ոսկեգույն երանգ ստացավ եւ արդեն այդ փրփուր եւ այլն ջրիկ մասը անցավ, հիմա կարամելիզացման այդ process-ն է։ Եվ հիմա կրակից վերցնում ենք, մեզ հարկավոր է համբերել մինչ կսարչի եւ այս զանգվածից պատրաստելու ենք փոքրիկ կոլոլիկներ, գնդիկներ, այսպես ասած։ Ռաֆայելոններ, այսպես ասած, որ ավելի մաչելի լինի եւ կմատուցենք։ Մեզ հարկավոր ուղղակի մի քիչ ընդմիջվել, կսարցնենք եւ կպատրաստենք։ Բարեկամներ, սարչեց եւ ստացվեց այսպիսի մի զանգված։ Այն ինչ որ մեզ հարկավոր էր, գույնը, ոսկեգույն, կպչողականությունը կա, հիմա կաշխատենք մատուցել։ Սկզբից կփորձենք գտալով, բայց հենց չստացվեց, պիտի գործի դնենք մենք ձեռքերը։ Խիստ կասկածում եմ, որ գտալով կարողանանք։ Տեսնենք։ Չէ, եղբայր։ Մենք ինչպես որ սովորենք խոհանոցում, երբ որ մարդիկ չեն տեսնում, սկսում ենք ձեռքերով, լավ լավանալուց հետո, այսպես իսկ որոշ մարդիկ, այդ թվում նաև որոշ խոհարարներ, շատ թերահավատ են հատկապես մեր խոհանոցի աղանդերային մասի նկատմամբ։ Չունենք աղանդերներ,
իտալական խոհանոց, չգիտեմ, ֆրանսիական խոհանոց, ամբողջ աղանդերներ են, ամբողջը գեղեցիկ մշակումներ։ Դե հիմա տեսեք, որ ունենք այն էլ ավանդական։ Մի քիչ մեղրով էսպես զարդարենք, ինչ, հուշում են, որ մեկը փլվեց, երկրաշարժը անին, գետնին հավասարեցրեց, և նանայի փոշի, քիչ, այսպես, մեկ հատիկ գետնանոց և հենց այսպես էլ կմատուցենք մեր հարգարժան հյուրերին։ Հարգելի հեռուստադիտողներ, նորից հիշեցնեմ, բողկով քաղցրավենիք, սա Անիի թագավորության, այսպես ասենք, որ չհասկացվի, թե Անի աղջկա, Անի թագավորության քաղցրավենիքներից է և ունի պարզ և հասկանալի բաղադրություն, գետնանուշ, մեղր և բողկ, սև բողկ, հարկավոր է ուղղակի լավ տրամադրություն և լավ զգացողություն։ Այսքանն ենք այսօրվա համար պատրաստել, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ, որ մենք լինենք միշտ առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, ևս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու, ողջ լերուկ։ Անի քաղցրավենիք, բողկ 50 գրամ, գետնանուշ 30 գրամ, մեղր 50 գրամ, վարյախորշակ։